Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է, որ կրթվել է նորաձև է պրոյեկտի անվան տակ, այցելում է մարզեր, հանդիպում բնակչության հետ եւ բնականաբար այս ամենը իհարկե տեղավորվում է ոչ պաշտոնական քարոզարշավի շրջանակներում։ Շեշտում եմ, անունը դրվել է կրթվել է նորաձև է պրոյեկտ, սակայն իրականում տեղի է ունենում ոչ պաշտոնական քարոզարշավ։ Այդ քարոզարշավների ընթացքում գլխավոր մեխը Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան գաղափարախոսությունն է, որի հեղինակը հենց ինքն է։ Իսկ իրական գաղափարախոսություն, իրական Հայաստան գաղափարախոսության մեխը այստեղ հաց, այստեղ կաց Նիկոլ Փաշինյանի մոգորնած անասնական բանաձևն է։ Ինչու անասնական, որովհետև մարդը միայն պայմանավորված չէ ուտելով, մարդը ունի նաև հոգևոր պահանջմունքներ, մարդը ունի արժեհամակարգ, մարդը ունի երազանքներ, նպատակներ, իղձեր, ցանկություններ, ի վերջո մարդը ունի նաև հայրենիք։ Իհարկե ուտելը եւ կենսամակարդակը նույնպես մարդու պահանջմունքների բաղկացուցիչ մասերից մեկն է, սակայն ոչ միակը։ Փորձեմ փոքրինչ պատկերավոր օրինակ բերել, օրերս արշավի էի գնացել Լանջանիստ գյուղում գտնվող Սպիտակ վանք պատմամշակութային վայրը, որը չափազանց գեղեցիկ վայր էր ու խորհրդանշում էր մեր Հայաստանի այն գողտրիկ արժեքներից մեկը, որի մասին քչերը գիտեն, սակայն այն իրականում մեր Հայաստանի, մեր հայրենիքի ոչ թե Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի, այլ առհասարակ մեր հայրենիքի Հայաստանի պատմական, մշակութային, կենսագրական եւ ինքնության հենասյուներից մեկն է։ Առհասարակ գոյություն չունի պատմական Հայաստան եւ գոյություն չունի իրական Հայաստան։ Կա Հայաստան, այն մեկն է, մի ամբողջություն է։ Սակայն դրա մասին կանադառնանք ավելի ուշ, իսկ այժմ կուզենայի նշել բերել այն պատկերավոր օրինակը, որը թերևս լավագույնս կարտահայտի Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան այդ գաղափարախոսության այստեղ հաց, այստեղ կաց այդ մեխային դրույթը։ Լանջանիստ գյուղում տեսա բազմաթիվ ձիեր, ի դեպ շատ հետաքրքիր էր, որ այնտեղ մեծ քանակությամբ ձիեր կային։ Ես ճիշտ ասած ցավալիորեն առիթ չունեցա զրուցել բնակիչների հետ, որպեսզի հստակ իմանայի, թե ձիերը գյուղատնտեսության կոնկրետ որ ճյուղում են օգտագործվում, ինչ նպատակներով են օգտագործվում եւ մնում է միայն ենթադրել, որ ավելի շուտ որպես փոխադրամիջոց են նրանք ծառայում այդտեղի բնակիչների համար եւ ականատես եղա մի երևույթի, շատ բնական իհարկե երևույթի, ձիերը իրենց համար հանգիստ արածում էին այդ գյուղի շրջակայքում գտնվող արոտավայրերում։ Հետևաբար այդ արոտավայրերը, որքան էլ ձիերը համարվեն ազնվացեղ կենդանիներ, այնուամենայնիվ այդ արոտավայրերը այդ ձիերի հայրենիքն էին։ Հայրենիքն են այն պարզ պատճառով, որ այնտեղ կար լավ որակի խոտ եւ ձիերը գոհ էին իրենց սնունդից։ Ես կարծում եմ, եթե այդ նույն սնունդը ձիերի համար ապահովեն մեկ այլ վայրում, լինի դա Հայաստանից ներս, թե Հայաստանից դուրս, ձիերը այդ արոտավայրը կընդունեն որպես իրենց հայրենիք։ Ինչ է պետք ձիերին։ Լավ, թարմ, որակյալ խոտ, ապահով միջավայր, խնամք իրենց հանդեպ եւ մի փոքր ազատություն, որպեսզի նրանք կարողանան վազվզել այդ տարածքով։ Եվ վերջ, այդքանով կավարտվի ձիերի համար հայրենիք հասկացությունը։ Սակայն մարդը ի տարբերություն ձիու պայմանավորված չէ միայն ուտելով։ Ես էլ եմ ուզում շեշտել,
Մարդը ունի նաև հոգևոր պահանջմունքներ, արժեքային համակարգ։ Միայն այստեղ հաց, այստեղ կացը բավարար չէ, որպեսզի մարդը տվյալ վայրը ընդունի իրեն հայրենիք։ Մարդը այդ վայրը ընդունում է իրեն հայրենիք, որովհետև դա իրոք իր հայրենիքն է, այլ ոչ թե որ այդտեղ կա կեր, ինչպես Նիկոլ Փաշինյանն է մարդկանցից ուզում կերտել ու ստանալ ձի։ Ոչ, որովհետև այդտեղ է այդ մարդու ինքնությունը, այդտեղ է այդ մարդու իր պապերի կենսագրությունը, այդտեղ է գտնվում այդ մարդու նախնիների շիրիմները, այդտեղ է այդ մարդը տեսնում իր ապագան, իր երեխաների ապագան, դա իր հայրենիքն է։ Եվ եթե այդ մարդուն մեկ այլ վայրում ապահովեն առատ սնունդ եւ այո նույնիսկ անվտանգ միջավայր, միևնույնն է մարդը ձի չէ եւ երբեք չի կարող այդ վայրը իր համար համարել հայրենիք։ Բացի այդ, ինչու է Նիկոլ Փաշինյանը մարդկանցից ուզում ստանալ ձիեր, որովհետեւ բացի այստեղ կաց ներողություն, այստեղ հաց, այստեղ կաց այդ անասնական բանաձևից Նիկոլ Փաշինյանը մարդկանց ցանկանում է զրկել հոգևոր պահանջմունքներից, զրկել երազանքներից, իղձերից եւ վերածել միայն բանող անասունի, վերածել գրաստի, շեշտը դնելով միայն աշխատել, աշխատել, աշխատել ու աշխատել այդ մեխանիզմի վրա։ Նիկոլ Փաշինյանը երբ որ հռչակում է, որ Հայաստանի թիվ 1 հարկատուն, ներողություն, հերոսը հարկատուն է, նա ամբողջ շեշտը դնում է աշխատանքի վրա։ Աշխատիր եւ հարկը մուծիր եւ այդքանը բավական է, որպեսի դառնաս դու հերոս։ Այնինչ հերոսությունը պահանջում է ոչ միայն այն ինչը դու որ պարտավոր ես անել օրենքով, իսկ հարկ մուծելը դա քո պարտավորվածությունն է, որից չես կարող խուսափել։ Հերոսությունը նաև անձնազոհությունն է, գիտակցված, ոչ թե պարտադրված անձնազոհությունը, այլ գիտակցված անձնազոհությունը, անձնազոհությունը հանուն ազգի, անձնազոհությունը հանուն հայրենիքի, անձնազոհությունը հանուն պետության, անձնազոհությունը ոչ միայն հանուն իր երեխաների այսօրվա ու վաղվա ապագայի, վաղվա օրվա, այլ նաև անձնազոհություն ու հերոսություն հանուն իր նախնիների, հանուն իր նախնիների շիրիմների։ Իսկ ձին, հարգելի հետևորդներ, չունի այդ պարտավորվածությունը։ Ձիու առաքելություններից մեկը մարդուն իր ուսերին կրելն է եւ ոչ միայն մարդուն, այլ նաեւ բեռները իր ուսերին կրելը, հաճախ նաեւ այսօր արդեն մարդուն երբեմն զվարճացնելը, այլ խոսքով աշխատելը, ինչին որ ցկտում է Նիկոլ Փաշինյանը։ Ես էլի եմ ուզում շեշտել, ձին որքան էլ համարվի ազնվացեղ կենդանի, այնուամենայնիվ կենդանի է, այնուամենայնիվ անասուն է։ Իսկ Հրանտ Մաթևոսյանը շատ լավ գրվածք ունի, որ մարդուն անասունից տարբերողը հիշողությունն է, առանց հիշողության մարդը վերածվում է անասունի, իսկ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությունից ուզում է ստեղծել սպառողական մի զանգված, հայ հասարակությանը ցանկանում է զրկել պատմական հիշողությունից, շեշտում եմ ոչ միայն երազանքներից ու իղձերից, այլ նաև պատմական հիշողությունից։ Ահա թե ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը, երբ այցելում է մարզեր, եւ այդ կրթվելը նորաձև է, այդ պրոյեկտը, այո, դա հենց պրոյեկտ է, պրոյեկտ, որը ծառայում է իշխանական զույգին, Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։ Ահա այդ պրոյեկտի անվան տակ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր քաղաք ու բնակավայր, որտեղ որ մտնում է, յուրաքանչյուր մարդու հետ որ շփվում է, ունի միակ նպատակ՝ զրկել այդ մարդուն պատմական հիշողությունից, զրկել այդ մարդուն երազանքներից, այդ մարդուն վերածել ձիու, այստեղ հաց, այստեղ կաց ու միայն աշխատանք։ Ահա Նիկոլ Փաշինյանի ամբողջ պատկերացումները պետության ու հայրենիքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայրենադավ է։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։